ում մոտ դա քրոնիկ է, այսպես ասած, արյան մեջ է։ Այդ մարդիկ զինված ուժերում անելիք չունեն։ Պատկերացրեք, քրեական ենթամշակույթի մասը նաև այս բանը դրսից տղա բերելու ինստիտուտը։ Դուք զանգում են, կամ դուք եք զանգում ձեր աղբերներին, կամ ձեր հարազատներն են զանգում, կամ ձեր ավագ եղբայրները, մյուսները, սա բոլորիս է վերաբերում, սիրելի հայրենակիցներ։ Ես լրագրողին նկատի չունեմ, երբ որ սա կայակոչում եմ, փաստ է, որ այս երևույթը դատապարտելի երևույթ պիտի լինի։ Ինչ նշանակում զինվորին ասել երեխային ու մայրական հոգատարություն կարևոր է, բայց 18 տարեկան տղան ինքնուրույն մարդ է, Հայաստանի Հանրապետության իր քաղաքացի է։ Ինքը պիտի տնօրինի իր կյանքը ու գնալ միջամտել նրա կյանքին, ինքը զանգի պապային, նա զանգի մյուսին, քեռուն եւ այլն, ու գնալ զորամասում ինչ-որ հարցեր լուծել, դա էլ է քրեական ենթամշակույթի մաս։ Թվում է, թե դա ծնողական հոգատարություն է։ Ոչ, դա քրեական ենթամշակույթի ու մտածելակերպի մաս է, սիրելի հայրենակիցներ։ Պայքարելու ենք սրա դեմ հետևողականորեն, բայց միայն մեր մասնակցությունը ու մեր գործիքները բավարար չեն։ Ձեր բոլորի աջակցությունն է պետք, այդ թվում նաև իրապահ այլ մարմինների, այլ համակարգերի, ովքեր մեզ կարող են համապատասխան օժանդակություն ցույց տալ քաղաքացիական կյանքում ներգրավված անձանց զինվորական կյանքին միջամտելու գործում։